մեկ այլ միլիարդ է։ Ես չգիտեմ, էլի մեր ծորներով ու նրանց ծորներով մեր զինները ուսումնատայցած համար իրենք պետական պարտք են դրել, ու այսպիսի հայտարարություն։ Պարգևավճարների մասով, բա պետք է այդպես է լինել, մեր արած աշխատանքի համար ենք ստացել պարգևավճարները։ Արա Սիմոնյանին երբ հարց են ուղղում, բա թոշակառուները ստանալ վիճակում են, ըստ թոշակ բարձրացնողները պիտի լավ հագնվեն։ Դրա համար իրենք ստացել են այդ աստղաբաշխական գումարները։ Ես կխնդրեմ այս մասով ձեր տեսակետը արտահայտել եւ նաեւ քաղաքային ինչ խնդիրներ եք առանձնացրել, համեցեք։ Շնորհակալություն հրավերի համար։ Ուրեմն սկսենք այդ արտաքին պարտքից, ուրեմն տեսեք, այսօր մեր արտաքին պարտքը, ինչպես ասեցիք, 14 միլիարդի սահմաններում արդեն պետական պարտքը ընդհանրապես ոչ թե արտաքին պարտքը, բայց եկեք մի փոքր պատմական անդրադարձ անենք մեր պետական պարտքը ինչքան է եղել 2018 թվականին, որ այս իշխանությունը եկել է 2018 թվականին մեր պետական պարտքը եղել է 6.5 միլիարդի սահմաններում։ Այս 7.5 տարվա ընթացքում իրենք տարեկան մոտավորապես 1 միլիարդ դոլարի չափ պարտք են վերցրել, եթե բաժանում եք 14 միլիարդի եւ 6.5 միլիարդի տարբերությունը այս 7.5 տարվա վրա։ Ստացվում է, որ սրանք տարեկան 1 միլիարդ դոլարի պարտք են վերցրել։ Եվ մի քիչ որ ավելի հետ են գնում, տեսնում ենք, որ 2008 թվականին մեր արտաքին պարտքը եղել է 1.5 միլիարդ։ Պետական պարտքը ավելի ճիշտ կներեք, եղել է 1.5 միլիարդի սահմաններում։ Այսինքն մենք այս իշխանությունները ավելի շատ կրկնակի անգամ պարտք է վերցրել, քան 2008-18 թվականի իշխանությունները։ Եվ այդ արտաքին պարտքը դարձնելով 14 միլիարդ դոլար, մեր ժողովուրդը իր մաշկի վրա դրա բարելավումը, դրա լավ կողմերը չի տեսել։ Այս պարտքից, արտաքին պարտքից օգտվել են մենակ իրանք։ Բերել են, որպեսզի լցնեն իրենց գրպանները, բերել են, որպեսզի լցնեն իրենց շրջապատի գրպանները։ Դիցուք հենց վերջերս շատ շրջանառվող, շատ խոսվող հենց այդ պարգևավճարներն են, որ այս իշխանությունները իրենց պարգևատրում են։ Պարգևատրում են ու պարգևատրում են ավելի մեծ, ավելի շատ գումարներով, քան պարգևատրել են նախորդ իշխանությունները։ Ուրեմն տեսեք, ես դիցուք բերեմ հենց օրինակը Երևան քաղաքապետարանում տրվող պարգևատրումները, տեսեք, Երևանի քաղաքապետարանում վերջին 4 տարվա ընթացքում 7 անգամ ավելացել է պարգևատրումները, 7 անգամ։ Ուրեմն պարգևատրումները 3 տարվա օրինակ բերեմ, 2024 թվականին պարգևատրման բյուջեն, պարգևատրման գումարը եղել է աշխատավարձի գումարի 5%-ը։ 2025 թվականին եղել է 714 միլիոն, նախատեսված է եղել 714 միլիոն դրամ, եւ որը կազմել է ուրեմն աշխատավարձային ֆոնդի 8%-ը։ 2026 թվականին ուրեմն 1 միլիարդ 128 միլիոն է նախատեսում պարգևատրել, որը կազմում է աշխատավարձային ֆոնդի 12.5%-ը։ Բայց 2025 թվականին, որ նախատեսված է եղել 714 միլիոն դրամ պարգևավճար, այս իշխանությունները, Երևանի իշխանությունները 9 ամսվա դրությամբ կրկնակի անգամ տարեկան հատկացվող գումարի նախատեսվող գումարի կրկնակի անգամ պարգևատրում են տվել իրենց։ Դեռ ուրեմն Երևանի բյուջեի ուրեմն կատարողականը չկա, կա վերլուծություն 9 ամիսների, ուրեմն սեպտեմբերի դրությամբ Երևանի քաղաքապետարանը ինքն իրեն պարգևատրել է 1.4 միլիարդ դրամի։ 1.4 միլիարդ դրամի։ Դեկտեմբեր ամսին Երևանի իշխանությունները իրենց պարգևատրել են 381 միլիոն դրամի, բայց պարգևատրումները չեն ստացել ամբողջ անձնակազմը։ Հիշեցնեմ, որ Երևանի քաղաքապետարանում կա 2300 հոգի աշխատող։ 2300 հոգի աշխատողներից պարգևատրվել են 641 հոգի։ 641 աշխատող 381 միլիոն դրամով։ Հիմա եկեք հասարակ մաթեմատիկական մի հատ վարություն անենք։ 381 միլիոն դրամը, եթե բաժանում ենք 641 հոգու վրա, ստանում ենք 594 միլիոն դրամ։ Այսինքն միջին հաշվարկով մեկ աշխատողը ստացել է 594 միլիոն դրամ պարգևավճար դեկտեմբեր ամսին։ Բայց սա հասկանում ենք, որ սա միջինն է, այսինքն մեկ ավելի քիչ է ստացել, մեկ ավելի բարձր։ Ես տեղից ենթադրում եմ, որ այս պարգևավճարները ստացել են ավելի բարձր օղակներում աշխատող աշխատակիցները։ Եվ այս պարգևավճարները ոչ միայն բաժանվել է փաստորեն ազգային ժողովում, կառավարությունում միլիոններով պարգևավճար, նաև բաժանվում է քաղաքապետարանում եւ 2026 թվականի համար հատկացված 1.128 միլիոն դրամը դեռ հարց է 1.128 մնալու թե ավելանալու է, ինչպես ավելացել է նորից եմ կրկնում 2025 թվականին։ Ուրեմն սա պարգևավճարների մասով։ Իսկ ինչ վերաբերվում է
Ալեն Սիմոնյանի հայտարարությանը թե լավ են պետքա լավ վարձատրվեն, որ լավ հագնվեն, խի մնացած մեր քաղաքացիները լավ հագնվելու իրավունք չունեն, խի թոշակառուները լավ հագնվելու, լավ ծնվելու, լավ ապրելու ցանկություն չունեն, ինչ որ դուք ունեք։ Այդ ինչի դուք կարող եք լավ հագնվել, թոշակառուն չի կարա լավ հագնվի։ Կամ ոչ միայն թոշակառուն, մնացած մարդիկ, ովքեր աշխատում են պետական համակարգում, ովքեր աշխատում են համայնքային հիմնարկներում, հիմա նույն համայնքային հիմնարկներում աշխատողները, ովքեր որ ստանում են 150-160 հազար դրամ աշխատավարձ։ Հիմա իրանք ցանկություն չունեն լավ աշխատել, լավ ապրելու, լավ ծնվելու եւ լավ հագնվելու, լավ վարձատրվելու եւ բարձր վարձատրվելու, բարձր պարգևատրվելու։ Այդ ինչպես է լինում, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը պաշտոնյաները վարձատրվում են մոտավորապես 600 հազար դրամով դեկտեմբեր ամսին, բայց մնացածները չէ։ Ասենք ուրեմն պարգևատրվում են սահմանափակ քանակությամբ մարդիկ 641 հոգի։ Որ համայնքային հիմնարկի որ աշխատողն է 594 հազար դրամի վարձատրություն պարգևաճար ստացել դեկտեմբեր ամսին։ Մի հատ իսկ պատասխանեք, սիրելի երևանցիներ։ Չկա այդպիսի բան։ Դուք բավարարվում եք կամ ձեզ բավարարում են այդ ձեր ստացած 150-160 հազար դրամ աշխատավարձով որոշակի դեպքերում ավելի ցածր, մինչև անգամ նվազագույն աշխատավարձ ստացող աշխատողներ կան Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող հիմնարկ ձեռնարկություններում։ Իսկ նորից եմ կրկնում, ԿՊԱ-ական իշխանությունը Երևան քաղաքի եւ Հայաստանի Հանրապետության ճոխ ապրում են։ Տեսեք, ուրեմն կոմունալները իրենց հերթին են թանկ։ Ուրեմն դեղերը իրենց հերթին են թանկ, սննդամթերքը իրենց հերթին է թանկացել։ Բայց Նիկոլ Փաշինյանը ասում է, որ 20,000 դրամով բարձրացնենք թոշակառուի թոշակը։ Չգիտես, թոշակառուն կարող է դրանից երևի ինֆարկտ ստանա, էլի, իր մոտավորապես խոսքերը դրան էին տանում, կարող է չդիմանա այդ 20,000 դրամին։ Այսինքն իրանք 20,000-ը ասում էր կառավարության իսկ ժամանակ, երբ որ ասում էր ուսումնասիրել եմ մի հատ քաղաքացու ուրեմն պայմանները ապրելու, որ ուրեմն ջերուցման համար կամ տանը էլեկտրաէներգիա օգտագործելու համար օգտագործում է այսքան, բայց որ բարձրացնենք, բան չի փոխվելու իր կյանքում։ Իսկ ազգային ժողովում հայտարարում էր, ասում էր, որ 10,400 դրամով բարձրացնենք, ինչ անելու թոշակառուն։ Ինչ պետք է անի թոշակառուն։ Դուք որ միլիոններով աշխատավարձ եւ միլիոններով պարգևատրում եք ստանում, ինչ եք անում այդ գումարը։ Ում եք կերակրում այդ գումարը։ Ձեր ընտանիքին, չէ՞։ Ուր եք տանում այդ գումարները, զլուծում եք ձեր հաշիվների վրա, չէ՞։ Շվեյցարական եւ այլ բանկերում գործող։ Այդ ոնց է դուք կարող եք միլիոններով, եթե ճիշտ եմ հիշում, մեկ տարվա ընթացքում 18 միլիոն դրամի մենակ Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել էր։ Ճիշտ է, ինքը այդ պարգևատրմանը չի նայում, ես համոզված եմ, ինքը այլ եկամուտներ ունի իմ կարծիքով, չգիտեմ, ըստ օդում լուրերի, բայց այդ ոնց է դուք կարող եք կամ ձեր աշխատակազմը կամ կառավարության անդամները կարող են բարձր վարձատրվել, բարձր պարգևատրվել, բայց շարքային քաղաքացին կամ ձեր լեզվով ասած 3 միլիոն վարչապետերը, չէ, պետքա բավարարվեն այն ինչքան որ ստանում են, ասում գնա խանութից քարտով գնում արա, որ դրանով քո թոշակը բարձրանա, տեսեք ոնց են խաբում այս ժողովրդին։ Ժողովուրդը իրավունք ունի լավ ապրելու, ինչպես իրավունք ունեք դուք լավ ապրելու, 10 անգամ, 100 անգամ ավել պետքա ժողովուրդը լավ ապրի, որովհետև դուք եկել եք այս ժողովրդի քվեով, որովհետև դուք եկել եք ժողովրդի խոստումներ տալով, սուտ խոստումներ, որովհետև ձեր տված խոստումներից ոչ մեկ չի իրականացել, որ գալու եք, չգիտեմ, կամերաներն եք վերացնելու չեք վերացրել, որ գալու եք թոշակներն եք բարձրացնելու չեք բարձրացրել, դեր բարձրացրած թոշակը մի քանի հազար դրամն է, 3000 դրամ, ուրեմն տեսեք, բարձրացնելու հետ կապված մի հատ բան ասեմ։ Ես դեկտեմբերին 25 թվականի առաջարկով դիմել էի Տիգրան Ավինյանին, ասելով, որ Երևան համայնքի ուրեմն տակ գործող մանկապարտեզների եւ պոլիկլինիկաների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացրու։
Ինչ պատասխանեց Տիգրան Ավինյանը կամ իր գրասենյակից, ասում են, ուրեմն պոլիկլինիկաների աշխատավարձերը մեր տիրույթում չի, դա նախարարի տիրույթում է։ Okay, լավ, նախարարի տիրույթում է, անցանք առաջ պոլիկլինիկաները կամ բուժհաստատությունները։ Մանկապարտեզների մասով պատասխանում ասում է 2024 թվականի փետրվարին մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացել են 15-ից 30%-ով, որը կազմել է բյուջեի վրա 2 միլիարդ դրամ անդրադարձել կամ ծանրացել։ Տեսեք, ուրեմն 24 թվականի փետրվարից մինչև 26 թվական Երևանի քաղաքացին գույքահարկը 1-ին 1 ավելավճարելու։ Այսինքն 24 թվականին Երևանի քաղաքացին գույքահարկը վճարել է 13.5 միլիարդ դրամի, ու ընդհանուր ուրեմն գումարով եմ ես ասում, Երևանում հավաքագրվել է 13.5 միլիարդ դրամի գույքահարկ, 26 թվականին նախատեսվում է հավաքագրել 26 միլիարդ 753 միլիոն դրամի գույքահարկ։ 1-ին 1 գույքահարկը բարձրացել է, բայց ասում է մանկապարտեզի աշխատողը թվավարարվի այն ինչով բարձրացել եմ 24 թվականին 30%-ով։ Ուրեմն 24 թվականից 26 թվական տրանսպորտը 50%-ով թանկացել է, ասում է չէ, պետքա բանը մանկապարտեզների աշխատողները բավարարվեն նրանով, ինչքան որ ես բարձրացրել եմ 30%-ով։ Եվ ընդհանրապես ոչ միայն մանկապարտեզի աշխատողները, ընդհանրապես մեր կյանքում երկի 2-3 տարում թանկացումներ, բարձրացումներ են, բայց աշխատավարձը չի բարձրանում, աշխատավարձը մենակ իրանց համար է բարձրանում կամ վարձատրությունը ավելի ճիշտ, վարձատրությունը կլինի, ուրեմն պակյավճար կլինի, հավելավճար կլինի, խրախուսումներ կլինեն, դա միայն իրենց համար է ԿՊԱ-կանների եւ պետական եւ համայնքային բարձր ուրեմն մակարդակում աշխատող աշխատակիցների համար է։ Շարքային քաղաքացու համար չի, ժողովուրդ ջան, չգիտես ոնց են դա մեկնաբանում։ Ու հիմա ինձ ասում է, որ մի անգամ բարձրացրել ենք աշխատավարձը, դա բավարար է։ Հիմա չեն բարձրացնում։ Պատկերացնում եք։ Եվ քաղաքային խնդիրները էս ասում են բանը շնորհակալություն Տիգրան Ավինյանին, այսօր արև ա եղել, հա, ոնց են ասում, որ գալիս է ինչ ձեզ ասում երևանցիները փոխանցեք մեր եթերը։ Ես առաջարկում եմ Տիգրան Ավինյանին առաջարկում եմ Քամուն նշանակել բնապահպանության վարչության պետ, Արևին էլ նշանակել կոմունալ վարչության պետ, կոմունալ բաժնի պետ։ Իրանք իրանց գործը լավ անում են։ Քամին այս քաղաքի օդն է մաքրում, երբ որ քաղաքի օդը կեղտոտ է լինում։ Արևն էլ գալիս է, այսպես իրանց փոխարեն ձյունն է հալեցնում, սառույցն է հալեցնում։ Այն գործակարգավարականները, որ նայում են, զեկուցում են, ասում են տոննաներով ավազ ունենք, աղ ունենք, կուտակած, խնդիր չի առաջանա, բայց որ ձյունը գալիս է, տեսնում եք ինչքան խնդիր է առաջանում ամբողջ Երևան քաղաքում։ Նա մանավանդ բակային հատվածներում, ուրեմն բակային հատվածների համար Երևանի քաղաքապետարանում, ուրեմն ԵԱՍՄ-ի աշխատակիցների մի մասին տեղափոխեցին վարչական շրջաններ, ովքեր որ պետքա բակային տարածքներում մաքրություն անեին։ Այդ մաքրությունը դա չի մենակ չի վերաբերվում ուղղակի ավելանել 4 եղանակին։ Դա նշանակում է նաև ձյան եղանակին կամ ձյունը մաքրել, սառույցը մաքրել, բայց բակային տարածքներում այդ աշխատանքները արված չի ու դա կարծեմ թե նաև արձանագրել են հենց իրենք, Երևանի իշխանությունները, Տիգրան Ավինյանը։ Ուրեմն այս մարդկանց որ վարձատրում եք, նաև պահանջեք, նաև պահանջատեր եղեք, որ այս մարդիկ այդ գործերը անեն, այդ աշխատանքները անեն, դա կլինի բակային հատվածներում, թե մեծ փողոցներում։ Եվ այդ որ ասում եք տոննաներով ավազ ունենք, տոննաներով աղ ունենք կուտակած, այդ աղն ու ավազը իր նպատակին ծառայեցրեք, մաքրեք այս փողոցները։ Մի սպասեք որ արևը հելնի, արևը ձեր փոխարեն ուրեմն չորացնի կամ հալեցնի այս ճանապարհները։ Նորից եմ կրկնում, վերեք արևին նշանակեք կոմունալ բաժնի պետ, բարձր աշխատավարձ նշանակեք եւ բարձր վարձատրեք։ Այդ արևը իր գործը լավ անում է։ Նույնը եւ Քամին։ Այս դեպքում էլ վարորդներին կմեղադրենք, ասեն անիվները չեն փոխել, անիվները փոխեք։ Այո, հիշում եմ, ես ասում եմ, այն ինչ որ իրանք համար բոլորը մեղավոր են, իրանք մեղավոր չեն։ Իրանք համար միջև իրենց գալը ոչ մի բան չի եղել, իրանք գալուց հետո ամեն ինչ աննախադեպ է։ Ձյունը գալիս է աննախադեպ ձյուն է եկել, անձրևը գալիս է ասում աննախադեպ անձրև է եկել, բոլորը մեղավոր է, բնությունը մեղավոր է, մենակ իրանք մեղավոր չլինեն։ Չգիտեմ, անձրևը մեղավոր է, ձյունը մեղավոր է, բայց իրանք մեղավոր չեն։ Իրանք մեկնաբանությունը դա է։ Այնինչ այս ամեն ինչի համար պատասխանատուն այսօրվա իշխանությունն է։ Այ մարդ ընտրվել եք, իշխանություն եք, ուրեմն ձեր գործը արեք։ Չեք անում, թողեք գնացեք։ Վայ Եկեղեցու դեմ, որ իրենք շարունակում են իրենց արշավը, 3 մասեցոտնի թեմից
Իսկ եթե ճիշտ եմ հիշում, նաև մամուլում տեղեկություն կար, որ նաև բանակում ծառայող մեր գնդերեսներին են նրանց վրա են ճնշում գործադրում, որ նրանք էլ ուրեմն միանան այդ տիրադավերին, միանան այդ եկեք ես իրանց նաև սատանա ասեմ, այս չարքերին, որովհետև իրանց մոտ չի ստացվում այն ինչ որ ուզում են անել։ Ասենք կոնկրետ Նիկոլ Փաշինյանի մոտ չստացվեց։ Նիկոլ Փաշինյանի ծրագիրը տապալվեց։ Եկեղեցուն չկարած նա ծնկի բերի։ Բայց եկեք ես մի հատ ուրիշ բան ասեմ։ Դուք հարգելի երևանցիներ, հարգելի քաղաքացիներ, հարգելի հայաստանցիներ, հարգելի հայեր, դուք նկատել եք, որ այն ինչ որ կատարվում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետ, նույնը կատարվում է Ուկրաինայում Ուկրաինայի եկեղեցու հետ, կաթոլիկ ուղղափառ եկեղեցու հետ։ Այնտեղել են ուրեմն եկեղեցիականներին, հոգևորականներին դատում, այստեղել են դատում։ Այնտեղել են եկեղեցու վրա գնում խմբերով, ոհմակով, այդ թափառաշրջիկ դրով կամ թափառախմբով, այստեղել են գնում, այդ նույն ձևով գնում են, հարձակվում են, ճնշում են հոգևորականներին, պահանջում են նրանց ուրեմն որ իրանց մոտ մի փոքր ստացվեց այդ առումով, ուկրաինական եկեղեցին առանձնացրեցին, ինչ որ առանձին եկեղեցի ստեղծեցին, այսինքն ընդդեմ ստացվեց։ Երևանում, Հայաստանում ավելի ճիշտ չստացվեց, կամ հայ առաքելական եկեղեցու վրա ինչ որ իրանք փորձում էին անել, չստացվեց։ Դուք նկատել եք, որ Նիկոլ Փաշինյանը հայ առաքելական եկեղեցուն ոնց է ասում։ Հայաստանիած առաքելական եկեղեցի ասում։ Ինչ է դրանով փորձում անի։ Փորձում է եկեղեցին պարակտի Հայաստանիած առանձին եկեղեցի կոչվի մեր հայ առաքելական եկեղեցին։ Այսինքն կաթողիկոսը վեհապառը նա Հայաստանիած առաքելական եկեղեցու կաթողիկոսը չի։ Նա հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսն է։ Հայ առաքելական ամբողջ աշխարհի համար է նա կաթողիկոս, ամբողջ աշխարհի հայերի համար։ Իսկ այս Նիկոլ Փաշինյանը ասում է Հայաստանյաց առաքելական եկեղեցի իր խոսքի մեջ։ Դա էլ նորից եմ կրկնում պարակտելու մի ձև է։ Եվ վերադառնալով իմ խոսքին, Նիկոլ Փաշինյանի եւ Զելինսկու տերերը անում են նույն բանը երկու տարբեր պետություններում։ Եկեղեցուն, ուրեմն եկեղեցուն ոնց ասեմ, որ ճիշտ հասկանաք, եւ փորձում են եկեղեցուն ճնշել, փորձում են եկեղեցուն ծնկի բերել։ Ուկրաինայում եթե ինչ-որ մի բան ստացվել է, Հայաստանում չի ստացվել ու չի ստացվելու, որովհետև նաև մենթալիտետի հարց կա այստեղ, հայերի չեն կարա ծնկի բերեն, հայ առաքելական եկեղեցին չի կարա ծնկի բերի, դա կլինի Նիկոլ Փաշինյանը կլինի, թե կլինի իրան թելադրած ինչ-որ ուժեր արևմուտքից, իրանց մոտ չի ստացվելու։ Հայ առաքելական եկեղեցին 1700 տարի կա լինելու է, իրան գնալու են։ Ես դա բազմիցս ասել եմ, Նիկոլ Փաշինյանը այս ճակատամարտում եւ այս պատերազմում եկեղեցու հետ պարտվել է։